ինքը սակագնի հարց այդ մասով չի բարձրացրել։ Եկեք անցնենք երրորդ հարցին, հանրային ռադիո Հասմիկ Դիլանյան։ Հայկին եմ ուզում անդրադառնալ ապրիլից նախատեսվածից ավելի երկար է դադար լինելու, դուք ունեք մտահոգություն, թե չէ խոսանքի արտադրության դեֆիցիտ կունենանք թե ոչ, եւ արդեն հստակ է, որ կա պայմանավորվածություն կամ որ մոդուլային ատոմակայանի կառուցելու, դուք այստեղ չեք տեսնում ռիսկեր միայն այն մասով, որ նույն մոդուլային ատոմակայանները քաղաքացիական որևէ ենթակառուցվածքում չկան, բայց փաստորեն Հայաստանում կառուցվելու են։ Այստեղ դուք ունեք մտահոգություններ, թե չէ։ Շատ լավ, շնորհակալություն։ Ուրեմն առաջի հարցի մասով, հարգելի գործընկերներ, տեղեկացնեմ ձեզ, որ էլեկտրաէներգիայի սակագինը ամեն տարի որոշելուց ընթացքում հանձնաժողովը հիմք է ընդունում էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից ներկայացված էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման տարեկան կանխատեսված բալանսը, այդ հաշվեկշիռը, այդ ներկայացված արտադրության հաշվեկշիռի հիման վրա է, որ մենք սկսում ենք սակագին հաշվել, և էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման այդ հաշվեկշիռում արդեն իսկ նկարագրված է տվյալ տարվա էլեկտրաէներգիայի արտադրության քաղաքականությունը և աշխատող էլեկտրակայանների հավաքակազմը, հետևաբար ունենալ մտավախություն, որ ատոմակայանը, եթե այս տարի նախատեսվածից 3 ամիս ավել է վերանորոգման աշխատանքում կանգառի մեջ գտնվելու և այդ պատճառով մենք կունենանք էլեկտրաէներգիայի դեֆիցիտ, նման մտավախություն չունենք, որովհետև այդ բացը լրացվում է այլ կայանների ավել աշխատանքի ճանապարհով։ Հետևաբար վստահեցնում եմ ձեզ, որ նման մտավախություն չունենք և ասեմ ավելին, եթե գիտեք ավելի լավ, եթե չգիտեք նորից ասեմ, որ դեռևս խորհրդային տարիներից սկսած հայկական էներգետիկան տեղակայված հզորությունների մասով մինչ օրս պատմականորեն ունենք այդ լավ ժառանգությունը, մենք ունենք ավելի շատ տեղակայված գեներատորներ, հզորություններ, քան մեր սեփական սպառումն է, և հետևաբար ցանկացած պահի մենք այս կամ այն էլեկտրոկայանը կարող ենք փոխարինել այս կամ այն կանգառի մեջ գտնվող գեներացիայով կամ էլեկտրոկայանով, այլ բան է, թե դրա արդյունքում ինչպիսի սակագին կստանանք։ Վերադառնալով նոր կառուցվող մոդուլային ատոմակայաններին, ուզում եմ նաև հետևյալ միտքը հնչեցնել։ Այն, որ վերջին ամիսներին կամ վերջին ամսին ակտիվ քննարկումների առարկա է դարձել այս հարցը, դա օրինաչափ է և նորմալ է, բայց այս ամեն ինչի մեջ ինձ համար անօրինաչափ է և միգուցե նաև աննորմալ է հետևյալ երևույթը, որ այս մասին խոսում են բացառապես քաղաքական վերլուծաբանները և քաղաքական գործիչները, մինչդեռ հատկապես այս փուլում առաջին հերթին կարիք կա, որ այս հարցի վերաբերյալ ավելի շատ կարծիք հնչեցնեն և կարծիք հայտնեն ոլորտի մասնագետները և հնչի մասնագիտական կարծիք, որովհետև ենթադրությունների, մակերեսային տենց գիտելիքների կամ սխալ տրված ինֆորմացիայի արդյունքում կառուցել տեսություն և հասնել միտեղ, որ այ նոր արհավիրք է հասունանում մեր հանրապետության և մեր ազգի գլխին, դա իհարկե լավ տեղ չի տանում։ Հիմա ավելի բովանդակային պատասխանեմ ձեր հարցին, որպես արդեն ոլորտի մասնագետ և որպես էներգետիկ։ Տեսեք, երբ որ 70-ականների կեսերին հայկական ատոմակայանը Հայաստանի Հանրապետությունում կառուցվում էր, իր տեսակի մեջ, իր ձևի մեջ ավելի շուտ, հայկական ատոմակայանը Սովետական Միությունում առաջինն էր, իսկ այն ժամանակ հասկանալի է, որ աշխարհը մեր համար սկսվում և ավարտվում է Սովետական Միության շրջանակներում։ Եվ եթե պատկերացրեք այն ժամանակ այդ առաջինը լինելու փաստով պայմանավորված, այն օրերի հայ ղեկավարները հրաժարվեին ատոմակայան կառուցելու գաղափարից կամ այդ փխրուն հակափաստարկներից ելնելով չթողեին, որ կամ չգային համաձայնության, որ Հայաստանում ատոմակայան կառուցվի, իսկ առանձնահատկությունը ինչումն էր հայկական ատոմակայանի, որ
Առաջին անգամ 8-ից 9 բալանոց սեյսմիկ գոտում պետք է կառուցվեր ատոմակայան Սովետական Միությունում, եւ առաջինը կառուցվում էր Հայաստանի Հանրապետությունում։ Չհամաձայնվեին։ Ինչ հետևանքներ կբերեր դա մեր անկախության այս 34 տարիների ընթացքում դժվար չէ արդեն ենթադրել։ Կամ 1940 թվականին, երբ որ Նայիրիտը կառուցվում էր Երևանում, Սովետական Միությունում էլի տարբեր կաուչուկ արտադրող գործարաններ էին կառուցվել, բայց Երևանում կառուցվող Նայիրիտի գործարանը իր սկզբունքով կաուչուկի արտադրության մասով լրիվ նորություն էր։ Առաջին անգամ էին կառուցում, այսինքն քրոնոպրենային հիմքով էր կաուչուկ արտադրելու եւ ոչ թե բութադիենային հիմքով։ Եվ վերջապես ամենահակափաստարկներին են պատասխանում, էլի իմ լսած այս ընթացքում, այդ որ աշխարհում առաջին անգամ են կառուցում ամերիկացիները, դեռ չունեն այդպիսի մոդուլային կայաններ, առաջինը մեր վրա են կառուցում, մեզ փորձաճագարի կամ փորձարկում են ուզում անել, ես լուրջ չեմ վերաբերվում դրանց, որովհետև առնվազն աշխարհի 15 պետություններում, օֆիցիալ տվյալներ եմ ասում ձեզ, աշխարհի 15 պետություններում այս պահին 51 մոդուլային ատոմակայան պետք է կառուցվի, որոնք գտնվում են նախագծման փուլում եւ գտնվում են սերտիֆիկացման փուլում։ Ճիշտ այն փուլում, որ փուլում գտնվում է նախնական բանով մեր մոտ կառուցվող մոդուլային ատոմակայանը։ Հետևաբար գործը դեռ չսկսած, գաղափարը դեռ կյանքի չկոչած, տենց փխրուն ենթադրությունների վրա վատաբանել եւ ընդդիմանալ այս ամենին դա ընդունելի չէ։ Մոդուլային ատոմակայանների մասով շատ կարևոր նորից բան եմ ուզում ասել, որ դուք լրագրողները դա նաեւ ձեզ համար պարզ լինի, մասնագիտական արդեն մոդուլային, հատկապես ամերիկյան մոդուլային ատոմակայանը նախագծվող ունի մի շարք առավելություններ, որը որ ավելի գրավիչ է դարձնում այդ կայանի տեսակը Հայաստանի համար։ Առաջին առավելություններից մեկը դա նա է, որ ինքը պասիվ հանգստի անցնելու մեխանիզմով է աշխատելու։ Այսինքն Աստված մի արասցեր վթարային իրավիճակներում, երբ որ էլեկտրաէներգիա չկա տարածքում, պոմպերը չեն աշխատում եւ այլն, մարդու միջամտություն ատոմակայանի սառեցման, վթարային իրավիճակում գտնվող մոդուլային ատոմակայանի սառեցման համար նման կարիք չի լինելու։ Երկրորդ, մոդուլային այս տիպի ատոմակայանները 80-ից 90%-ով իրենց հիմնական բաղկացուցիչ սարքավորումները եւ մասերը արտադրվելու են արտադրող գործարաններում։ Եվ միայն տեղափոխվելու են տարածք այն երկիր, որտեղ որ պետք է տեղակայվեն եւ Լեգոյի սկզբունքով հավաքվելու են դրանք։ Այսինքն եւ ժամանակի մեջ շինարարության, եւ շինարարության սխալանքի, եւ անվտանգության առումով սրանք շատ ավելի բարձր դասի ատոմակայաններ են, քան այն ինչ որ այսօր ունենք։ Եվ հատկապես որ այս մոդուլային ատոմակայանները պետք է հողի մեջ ստորգետնյա բանում կառուցվեն ռեակտորային մասը։ Եվ վերջապես երրորդ ամենակարևոր հանգամանքներից մեկը մի բան է ունենալ 440 մեգավատանոց ատոմակայան, մի բան ինչը որ մենք այսօր ունենք, եւ մի բան է ունենալ ենթադրենք 8 անգամ 50, 8 հատ 50 մեգավատանոց մոդուլներ, որովհետև էլեկտրաէներգետիկական եւ էներգետիկական ռեժիմների կառավարելիության տեսանկյունից մոդուլային ատոմակայանները շատ ավելի ճկուն են եւ շատ ավելի էֆեկտիվ է իրենց աշխատանքը, որովհետև մենք ասուլիսի գալուց առաջ հենց այս պահին տեսեք 1-2 օր ընդամենը արևային եղանակ է, մեր հանրապետության սպառումը այս ժամերին 1100-1200 մեգավատից իջել է 700 մեգավատ, 650 մեգավատ, բայց դրա փոխարեն շատ զիլ եւ ամբողջ զորությամբ աշխատում են մեր արևային կայանները, ինչի արդյունքում մենք ստիպված ենք լինում
բեռնաթափել մեր ջերմային կայանները, նույնիսկ Երևանի ջեկը առավոտից անջատել ենք, բեռնաթափել ենք մեր գործող ատոմակայանը, որը որ շատ վատ աշխատանքային ռեժիմ է անթույլատրելի, բայց ստիպված ենք գնում դրան։ Իսկ ահա երբ որ կունենանք նման փոքր մոդուլային կայաններ, մենք պարզապես բեռնաթափելու խնդրից կկարողանանք մեզ ազատել։ Այստեղ երկու տարբեր խնդիրներից եմ ես խոսում, պարզապես բացատրում եմ, թե մոդուլային ատոմակայանը ինչով է լավ եւ ինչ ճկունություն եւ ինչ առավելություններ ունի մեր նման երկրների համար, որոնք մեծ էներգոհամակարգ չունեն հզորությունների տեսանկյունից եւ այնպես որ շտապել եւ գնահատականներ հնչեցնել միանգամից ատոմակայանի մասով խորհուրդ չի տա եւ վերջին հաշվով դեռ ժամանակ կա, հետո մի կարևոր փաստարկել էլի տպավորություն է ստեղծում երբեմն երբ լսում ես մեկնաբանություններում, որ վաղը չէ մյուս օրը մենք մեր գործող ատոմակայանը փակելու ենք եւ վաղը չէ մյուս օրն էլ նոր մոդուլային կայան ենք կառուցելու։ Նման բան չկա։ Գործող ատոմակայանը դեռ մինչև 36 թվականը պետք է աշխատի, դրանից հետո էլ միգուցե 5-10 տարի հնարավորություն կլինի կյանքը երկարաձգելու գործող ատոմակայանի, դա արդեն մասնագետները կգնահատեն, կասեն միջազգային կառույցները այդ ժամանակ կգնահատեն, կասեն, տեսականորեն այդ ռեսուրսը կա այս պահին։ Եվ այդ ընթացքում մենք արդեն պետք է որոշենք, այդ ընթացքում պետք է վերջնական նախագիծը դրվի սեղանին նոր մոդուլային ատոմակայան կառուցելու եւ անհայտների թիվը բնականաբար այդ ժամանակ կպակասի եւ կգնանք առաջ, այսքանը, եթե այլ։ Tribune AM-ից Ռիփսիմե Ջեբեջյան։ Համեցեք։